Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Հելսինկին չի ծրագրում զինվորականներ ուղարկել Ուկրաինայի, եթե հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերվի։ Այս մասին նա հայտնել է ճապոնական NHK հեռուստաալիքին։ Այս պահին զինվորականներ ուղարկելու պլաններ չկան։ Նշել է նա, նրա խոսքով Ֆինլանդիան պետք է զբաղվի Եվրոպայի հյուսիս-արևելքում զսպվածությամբ։ Թեհրանը դատապարտում է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը, որը քննադատում է Իրանի միջուկային գործունեությունը արտգործնախարարության եւ ատոմային էներգիայի կազմակերպության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Իրանը միշտ հետևել է ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ իր պարտավորություններին, միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն լրում է Իսրայելի միջուկային զինանոցի եւ Բեռլինի իր տարածքում ֆրանսիական մարտագլխիկներ տեղակայելու պատրաստակամության մասին։ Իրանը որոշել է արձագանքել բանաձևին։ ԱԵԿ-ի ղեկավար Մոհամմադ Տեսլամին հայտարարել է անվտանգ վայրում ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին։ Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընը Ռուսաստանի օրվա կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական հեռագրում քաղաքական գործին անվանել է իր ամենամոտ ընկերը։ Այս մասին հայտում է Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության կենտրոնական լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ Կիմ Չեն Ընը շնորհավորական հեռագիր է հղել Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Հեռագրում Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ռուսաստանի նախագահին անվանում է իր ամենամոտ ընկերը։ Իմ ամենամոտ ընկեր, ես անկեղծորեն մաղթում եմ քեզ քաջ առողջություն, իսկ եղբայրական ռուս ժողովրդին հավերժական հաջողություն, բարեկեցություն եւ բարգավաճում, ասվում է փաստաթղթում։ Կիմ Չեն Ընը հավելել է, որ Ռուսաստանը Պուտինի ղեկավարությամբ վստահորեն բացում է իր ապագան, իսկ Հյուսիսային Կորեայի ժողովուրդն անկեղծորեն ուրախանում է եղբայրական պետությունում ձեռք բերված հաջողություններով։ Դեռևս չկան կոնկրետ պայմանավորվածություններ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ։ Այս մասին ասել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա ընդգծել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Մինչ այս Դարչիևն ասել էր, որ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլը նվիրված երկկողմ դիվանագիտական հարաբերությունների ոլորտում գրգռիչների վերացմանը կանցկացվի Մոսկվայում։ Խորհրդակցությունները լինելու են Ստամբուլում անցկացված նախորդ փուլերի շարունակությունը եւ առաջին անգամ կանցկացվեն կողմերից մեկի տարածքում։ Հանդիպումը տեղի կունենա շատ մոտ ապագայում, մանրամասնել է դիվանագետը։ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները ռուսական օդանավակայանների վրա լուրջ հետևանքներ կունենան Կիևի համար։ Այս մասին հայտնում է Strategic Culture-ը։ Պարբերականը պնդում է, որ Ուկրաինան եւ նրա հանցակիցները հասկացել են Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի վրա հարձակումների լրջությունը։ Հրապարակման համաձայն Կիևի հարձակումների նպատակը PR-ն էր եւ փորձերը եվրոպական երկրներին ցույց տալ իրենց մարտունակությունը ավելի մեծ աջակցություն ստանալու համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խուսափում է քննադատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում նրանց վիճաբանությունից հետո։ Այսպիսի պնդում է անում Բիլդի լրագրող Փոլ Ռոնզհեյմերը, ով հարցազրույց է վերցրել Զելենսկուց։ Նրա խոսքով Ուկրաինայի նախագահը հաճախ է երկար մտածում Թրամփի մասին հարցերին պատասխանելուց առաջ։ Բիլդին տված հարցազրույցում Զելենսկին ընդգծել է, որ Թրամփն ընտրել է իր մարտավարությունը, որը նա չէր ցանկանա դատապարտել։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա արդիվ եւ իդեմս դեսպանի Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել բարեկեցություն, խաղաղություն եւ բարգավաճում։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Խոսելով Հայաստան խմբակցության դիրքորոշման մասին, նա նշել է, որ իր համար անհասկանալի է ընդդիմադիր պատգամավորների դիրքորոշումը։ Ինձ համար ավելի հասկանալի կլիներ, եթե Հայաստան խմբակցության մեր գործընկերները միանգամից ասեն չենք ստորագրում։ Մանիպուլյացիաներ չեն սրանք։ Չեմ ուզում ես որակումներ տամ, եթե ստորագրում եք Մամիջանի թղթի տակ ստորագրեք, եթե չեք ստորագրում, ասեք չեք ստորագրում, մի պետք չէ, չեմ ուզում այլ որակում տա։ Ոնց որ մի քեզ $5000 փող պետք կլի, ասես դու ասեմ ջեբս դրած է, ինչ տարբերություն։ Եվ տարբերություն չլեր քերիդ մորքուրդ կլներ էլի։
Հայաստանը խեղդվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի ջերմ գրկախառնությունից կամ մրցակցությունից եւ փորձում է մեծ դաշնակից փնտրել, որը կապահովի Հայաստանի անվտանգությունը։ Ինչպես պետք է Հայաստանը դիրքավորվի այս իրավիճակում։ Պետք է վերականգնի Ռուսաստանի հետ հարաբերությունները, թե հույսը դնի իր վրա։ Այս հարցերին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Իմ կարծիքով Հայաստանը չի կարող հույս ունենալ որևէ ավագ եղբորը։ Սա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ պետք է հարաբերությունները վատացնենք կամ պետք է չձգտենք ուրիշ երկրների հետ հարաբերությունների բարելավման, բայց ավագ եղբոր հույսը պետք է չունենանք։ Առաջին հերթին դա այն պատճառով է, որ այս տարածաշրջանում այդքան գերիշխումը չի լինելու որևէ ուժի, որը մեզ կապահովի անվտանգությամբ, եթե օրինակ Խորհրդային Միությունը պայմանական ասած 1922 թվականից մինչև 91 թիվ գերիշխել է այս տարածաշրջանում եւ ուրիշ ուժ չէր կարող վիճարկել Խորհրդային Միության այստեղ ներկայությունը, բացի այն էպիզոդից, երբ 42-3 թվականներին Թուրքիան, այսպես ասած, մտածում էր, եթե Խորհրդային Միությունը պարտվի, կարող է մտնի Հարավային Կովկաս։ Բացի այդ, իրականում ոչ մեկը չէր կարող վիճարկել, ապա այդ ժամանակ ինքնստինքյան Մոսկվայի հետ հարաբերությունները դառնում են գերիշխող, ապա հիմա չի լինելու նման բան։ Եվ այսպիսով հույս ունենալ, որ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունները մենք կարող ենք հարցեր լուծել, դա սին մտածելակերպ է։ Ավելին ասեմ, այն ինչ ես ինչքան հասկանում եմ հույս ուներ Հայաստանի իշխանությունը, թե հիմիկվա թե նախորդը, որ պետքական պարագայում մենք կարող ենք զանգել Մոսկվա եւ Մոսկվան կարող է լուծել հարցը, հա, դա սխալ է եղել։ Ինչու է սխալ եղել, որովհետեւ Մոսկվան ուղղակի չունի այդ ունակություն։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեթ Գենսերը համոզված է Բաքվի դատարանն արդեն ունի իր վճիռները, չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ։ Նա մասնավորապես նշել է, գործերը քննվում են ռազմական դատարանում, բայց միջազգային իրավունքի համաձայն քաղաքացիական անձը չպետք է դատվի ռազմական դատարանում։ Սա միջազգային իրավունքի համաձայն անօրինական է, որովհետև ռազմական դատավորը եւ դատախազները անկախ եւ անաչառ չեն։ Նրանք հաշվետու են գլխավոր հրամանատարին, որն այս դեպքում իհարկե նախագահ Ալիևն է։ Այսպիսով արդյունքը նախապես որոշված է։ Ռուբենը կդատապարտվի, մյուսները եւս։ Վերջին հաշվով սա ավելի շատ քաղաքական հարց է։ Կարևոր է հիմա հասկանալ, ինչպես բանտից դուրս հանել բռնապետների կողմից կալանավորված քաղբանտարկյալներին։ Ազատությանը տված հարցազրույցում ասել է Գենսերը։ Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է 4 տասնյակից ավելի հոդվածներով, նրան մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև անօդաչու թռչող սարքերի պատերազմ է, իսկ դրանք հզոր եւ ժամանակակից զենք են, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է Pod Force One-ը։ Այն թե ինչպես են Ռուսաստանի Դաշնությունը եւ Ուկրաինան կիրառում անօդաչու թռչող սարքեր, պարզապես զարմանալի է, ասել է Թրամփը։ Նրա խոսքով 3 տարի առաջ ոչ ոք չէր էլ կասկածում, որ անօդաչու թռչող սարքերը այդքան արդյունավետ կլինեն։ Բացի այդ, Թրամփը համոզված է, որ անօդաչուները ունակ են փոխարինել շատ այլ զինատեսակներ, նույնիսկ ինքնաթիռներ։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկիրը Եվրամիության գործընկերների հետ քննարկում է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի սահմանափակումը կամ վերացումը։ Նրա խոսքերն է մեջբերում TVP Info հեռուստաալիքը։ Ես արդեն խոսել եմ այդ հարցի շուրջ Եվրամիության գործընկերների հետ։ Մենք անհրաժեշտ մեծամասնության ստեղծման գործընթացում ենք, որպեսզի սահմանափակենք կամ չեղարկենք Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը, նշել է Տուսկը։ Եվրամիությունը 2025 թվականի հունվարին դադարեցրել է առանց վիզաների ռեժիմը վրացի դիվանագետների եւ պաշտոնատար անձանց համար։ Բացի այդ, Եվրամիության մի շարք երկրներ անձնական պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների դեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Մերձավոր Արևելքից ամերիկյան անձնակազմի մի մասի դուրսբերումը Իսրայելի եւ Իրանի միջև լարվածության սրման ֆոնին, մեջբերում է ABC News-ը։ Այո, նրանք դուրս են բերվում, քանի որ Մերձավոր Արևելքը կարող է դառնալ վտանգավոր վայր, հայտարարել է Թրամփը։ Իրանը մեկնաբանել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որն առաջին անգամ է ընդունվել վերջին գրեթե 20 տարվա ընթացքում։ Դրանում Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ի եւ եվրոպական եռյակին,
Ֆրանսիային, Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային հակաիրանական բանաձևի միջոցով իր մանդատը քաղաքականացնելու փորձի մեջ։ Հինգշաբթի օրը հունիսի 12-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 35 երկրների կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ խախտում է միջուկային զենքի չտարածման իր պարտավորությունները։ Հակաիրանական բանաձևն ընդունվել է ՄԱԳԱՏԵ-ի կառավարիչների խորհրդի կողմից 19 կողմձայնով 3 երկրներ՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ Բուրկինա Ֆասոն դեմ են քվեարկել, իսկ 11-ը ձեռնպահ է մնացել։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը 3 բառով դիմել է ռուսաստանցիներին։ Շնորհավոր Ռուսաստանի օրը, ասել է քաղաքական գործիչը։ Մինչ այս պահը իմպիչմենտի գործընթացի ձևաթղթի տակ դրված է ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն, մնացածն իրենք պետք է պատասխանեն, թե ինչու չեն ստորագրում։ Այս մասին ասել է Մասիսի քաղաքապետ Պատիվունեմի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանը։ Մենք գնալու ենք մինչև վերջ, մինչև վարչապետի պաշտոնակատարին վերջնական անվստահություն հայտնելը, ասել է նա։ Անդրադառնալով Հայաստան խմբակցության իմպիչմենտի գործընթացին միանալուն, Դավիթ Համբարձումյանն ասել է, թե Պատիվունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն արդեն ցույց է տվել, որ ձևաթղթի տակ չկան Հայաստան խմբակցության անդամների ստորագրությունները։ Թե ինչի տակ են դրել եւ ոնց են դա ներկայացնելու, ճիշտ կլինի իրենց հարցնել, նշել է Դավիթ Համբարձումյանը։ Նա վստահ է, որ իրենց կհաջողվի փողոցում գործընթաց գեներացնել։ Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 74 տարեկան։ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար կազմը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Պանթեոնում էին հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։ Ձեռնպահ է մնում այդ թեմայով խոսելուց դրա մասին Հայկ Մամիջանյանն ամեն ինչ ասել է։ Այս մասին Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնում Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առիթով հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արձագանքելով իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ Հայաստան խմբակցության գործողություններին։ Ով է ասել, որ այդ գործընթացը դատապարտված է։ Գործընթացը սկսում է, երբ ազգային ժողովի մեկ պատգամավոր առաջադրում է վարչապետի թեկնածու, ասել է Սարգսյանը։ Դիտարկմանը, թե 36 ստորագրություն է պետք, ինչը չկա, ինչպես են ազգային ժողովում գործընթաց սկսելու, Սերժ Սարգսյանը պատասխանել է։ Մենք ասացինք, որ ազգային ժողովի նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54 ստորագրություն, 36-ը կապ չունի, ընդգծել է երրորդ նախագահը։ Նշենք, որ 3 տեղի են ունեցել բանակցություններ Հայաստան եւ Պատիվունեմ խմբակցությունների միջև։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ, նրա շնորհավորանքները տարածել է պետդեպարտամենտը։ Նա ընդգծել է Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական հարաբերություններ ստեղծելու իր հանձնառությունը հանուն Ուկրաինայի հետ խաղաղության։ Ռուբիոն հույս է հայտնել, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը կհանգեցնի ԱՄՆ եւ Ռուսաստանի միջև փոխշահավետ հարաբերությունների։ Միացյալ Նահանգների ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ռուս ժողովրդին ավելի լուսավոր ապագայի ձգտումներում աջակցելուն, ասված է շնորհավորանքում։ Հնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում օդ բարձրանալուց հետո կործանվել է ուղևորատար ինքնաթիռ։ Air India ընկերությանը պատկանող Boeing 787 Dreamliner, որի մեջ եղել է 290 ուղևոր, ուղևորվում էր Լոնդոն։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև, հայտնում է DPA գործակալությունը, նշվում է, որ Պիստորիուսը մտադիր է Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել Ուկրաինայի զինված ուժերի նոր ռազմական օգնությունը։ Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը մանրամասնել է, որ Բերլինը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կիևը կարողանա պաշտպանվել եւ հայտնվել այնպիսի դիրքում, որտեղ Ռուսաստանը պատրաստ կլինի լուրջ բանակցությունների։ Իհարկե մենք կխոսենք այն մասին, թե ապագայում ինչպիսին կլինի Գերմանիայի եւ այլ եվրոպացիների աջակցությունը, ինչ կարող ենք անել օրինակ արդյունաբերական համագործակցության ոլորտում, ինչպես նաեւ այլ օժանդակությունների մասով, նշել է պաշտպանության նախարարը։
Մերձավոր արևելքում գտնվող ԱՄՆ բոլոր ռազմաբազաները բերվել են լիակատար զգոնության, այս մասին հայտնում է Military Observer Telegram-ի անալիքը, հաղորդվում է նաև, որ Պենտագոնն Իրանից պոտենցիալ հարված է ակնկալում, եթե Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվեն։ Արաբական Միացյալ Էմիրությունների ամերիկյան Al-Dafra ավիաբազայում սկսվել է ոչ հիմնական անձնակազմի տարհանումը, ինչպես հայտնում է Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, ԱՄՆ-ն պատրաստվում է Իրաքում դեսպանատան մասնակի տարհանմանը տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների ավելացման պատճառով։ ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ գեներալ Դեքեյնը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնում Ուկրաինայում, եթե հակամարտությունն ավարտվի Մոսկվայի օգտին։ Այս մասին նա ասել է ԱՄՆ կոնգրեսում լսումների ժամանակ, գրում է The Hill-ը։ Հոդվածում նշվում է, որ նման հռետորաբանությունը կտրուկ հակասում է այս հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը։ Լսումների ժամանակ սենատոր Լինսի Գրեմը Քեյնին մի շարք հարցեր է տվել արտաքին հակամարտությունների վերաբերյալ, հարցնելով, թե Պուտինը կկանգնի արդյոք Ուկրաինայում, գրում է թերթը։ Չեմ հավատում, որ դա այդպես է, ի պատասխան ասել է Քեյնը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ Մոսկվայում բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար։ Այս մասին Բիլդին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Կարծում եմ, որ պատմականորեն Թրամփի համար ոչինչ չի կարող ավելի կարևոր լինել, քան խաղաղության վերականգնումն ամբողջ աշխարհում։ Թրամփը պետք է պատժամիջոցներ սահմանի, որպեսզի Պուտինը անմիջապես ասի՝ եկեք խոսենք պատերազմի ավարտի մասին։ Նրա խոսքով Թրամփը տեսնում է, որ ռուսական կողմը լիովին ազնիվ եւ բաց չէ։ Զելենսկին պնդում է, որ Մոսկվան ուժից բացի ոչինչ չի հասկանում, եւ Ամերիկան ունի այդ ուժը, նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնը հասկանում է դա։ Եվրամիությունն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել չինական երկու փոքր բանկերի դեմ Ռուսաստանին օգնելու համար շրջանցելու միության պատժամիջոցները, այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Հրատարակությունը նշում է, որ սահմանափակումների շրջանակներում կարգելվի ցանկացած գործարք Ռուսաստանի եւ Չինաստանի սահմանին տեղակայված երկու տարածաշրջանային վարկային հաստատությունների հետ։ Ընդգծվում է, որ չինական երկու բանկերը կասկածվում են ռուսական կողմին Եվրամիության ներկայիս առևտրային սահմանափակումները շրջանցելու հարցում օգնելու մեջ։ Գործակալությունը չի նշում, թե չինական որ վարկային հաստատությունները կենթարկվեն պատժամիջոցների։ Իսրայելը լիովին պատրաստ է Իրանի դեմ գործողություն սկսելու, հաղորդում է CBC News-ը, վկայակոչելով բազմաթիվ աղբյուրներ։ Նրանց խոսքով ԱՄՆ-ն Իրանի կողմից հնարավոր պատասխան հարված է ակնկալում Իրաքում ամերիկյան օբյեկտներին։ Սա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ որոշ քաղաքացիների, այդ թվում դիվանագետների եւ զինվորականների հարազատներին խորհուրդ է տրվել նախօրեին հեռանալ Մերձավոր Արևելքից։ Ինչպես նշվում է CBC News-ը, չնայած տեղի ունեցողին Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկովը մտադիր է առաջիկա օրերին հանդիպել Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 6-րդ փուլի համար։ ԱՄՆ ներգաղթի իշխանությունները մտադիր են մարտավարական ստորաբաժանումներ տեղակայել 5 շրջաններում, որոնք կառավարվում են դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կողմից, հայտնում են NBC-ն, հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով ստորաբաժանումները նախատեսվում է ուղարկել Սիեթլ, Չիկագո, Ֆիլադելֆիա, Նյու Յորք եւ Հյուսիսային Վիրջինիայի շրջան։ Նշվում է, որ այս քաղաքների բոլոր ստորաբաժանումներին հրահանգ է տրվել պատրաստ լինել տեղակայման, մինչ այս Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրաժարվել էր ընդունել Ֆլորիդայի նահանգի օգնությունը Լոս Անջելեսում բողոքի ցույցերը դադարեցնելու համար։ Չեխիայի նախագահ Պետր Պավելը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Եվրոպայի եւ Ռուսաստանի նկատմամբ եւ կոչ է արել Եվրամիությանը ավելի շատ ժամանակ տալ մայրցամաքի անվտանգությունն ապահովելու եւ Մոսկվային զսպելու համար։ Պավելը խոստովանել է, որ եվրոպական երկրները չեն կարողանա երկարաժամկետ խաղաղություն ապահովել Ուկրաինայում առանց ԱՄՆ-ի օգնության, եւ Թրամփը իրավացի է, որ պահանջում է մեծացնել պաշտպանական ծախսերը, սակայն ըստ նրա տարիներ կպահանջվեն փոխարինելու անվտանգության որոշ երաշխիքներ, որոնք տալիս է Վաշինգտոնը։ Եվրոպական դաշնակիցները կցանկանային ավելի վճռական հաստատում, որ Ռուսաստանը մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքն է եւ գոնե կարճաժամկետ հեռանկարում կլինի, ասել է Պավելը։
Լոս Անջելեսի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել հարյուրավոր ցուցարարների դեմ պարետային ժամի գոտուց դուրս։ Ակտիվիստները երթով անցել են քաղաքով, մոտ 1 ժամ ոստիկանները չեն միջամտել, սակայն ավելի ուշ ավտոմեքենաներով անվտանգային ուժերը շրջափակել են ամբոխին։ Իրենց ավտոմեքենաներից իջնելով ոստիկանները ռետինե փամփուշտներ են կիրառել։ Ոստիկանության գործողություններից հետո հավաքվածները նահանջել են, բայց չեն ցրվել։ Նախորդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հակառակորդները հայտարարել էին զանգվածային ցույցեր ամբողջ երկրում որպես No Kings ակցիայի մի մաս, որը նախատեսվում է անցկացնել հունիսի 14-ին Վաշինգտոնում զորահանդեսի օրը։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիից հրավեր է ստացել մասնակցելու G7-ի գագաթնաժողովին, հայտնում է WAM Էմիրությունների լրատվական գործակալությունը։ Հրավերը ցույց է տալիս երկրի կառուցողական դերի ճանաչումը միջազգային համագործակցության եւ համատեղ գործողությունների ամրապնդման գործում, գլոբալ տնտեսական կարեւորությունը բարձրացնելու եւ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկ անվտանգությունը, առաջադեմ տեխնոլոգիաները եւ արհեստական ինտելեկտը, ասվում է հրապարակման մեջ։ Այս տարի G7 գագաթնաժողովը տեղի կունենա Կանադայի Ալբերտա նահանգում հունիսի 15-ից 17-ը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մինչև 15 տարեկան երեխաներին արգելել սոցիալական ցանցերից օգտվել, եթե նման որոշում Եվրամիությունը չընդունի։ Այս մասին նա ասել է հունիսի 10-ին երեկոյան Ֆրանս 2 հեռուստաալիքի եթերում։ Ես մեզ մի քանի ամիս եմ տալիս համաեվրոպական մոբիլիզացիայի հասնելու համար, հակառակ դեպքում մենք դրան ձեռնամուխ կլինենք Ֆրանսիայում։ Մենք չենք կարող սպասել, հայտարարել է Մակրոնը։ Մենք պետք է արգելենք սոցիալական ցանցերը նրանց համար, ովքեր 15-ից ցածր տարիքի են։ Մակրոնն ասել է, մեկնաբանելով հունիսի 10-ին Նոժան Կոմունայի քոլեջի աշխատակցու սպանությունը 14-ամյա դեռահասի կողմից։ Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել էին անչափահաս կասկածյալի ձերբակալության մասին, որը սաների պայուսակներն ստուգելու ժամանակ տանակով հարձակվել էր դաստիարակության գծով 31-ամյա օգնականի վրա, կինը ստացված վերքերից մահացել էր։ Մակրոնը նաև ցանկություն է հայտնել խստացնել սառը զենքի վաճառքի կանոնները, անթույլատրելի է, որ դեռահասի մոտ զենք լինի փողոցում կամ դպրոցում։ Սա ծնողների եւ վաճառողների պատասխանատվությունն է, ասել է Ֆրանսիայի նախագահը։ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներ, ներառյալ Նյու Յորքը, Ատլանտան, Չիկագոն եւ Օսթինը նախապատրաստվում են նոր բողոքի ալիքների նախագահ Թրամփի ղեկավարած միգրացիոն բռնաճնշումների դեմ։ Լոս Անջելեսի կենտրոնում հաստատվել է պարետային ժամի պատասխան վերջին 5 օրերի անկարգությունների, իսկ քաղաք են մուտք գործել հարյուրավոր ծովային հետևակայիններ ու ազգային գվարդիայի զինծառայողներ։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ դաշնային ուժերի օգտագործումը ավելի է սրել իրավիճակը խաթարելով հասարակական անվտանգությունը։ Բողոքի ցույցերը շարունակվում են Թրամփի կողմից զինվորականների ուղարկման որոշման դեմ, որը նա ներկայացնում է որպես Լոս Անջելեսի ազատագրում։ Այդ քայլը բախվել է նահանգների իշխանությունների ընդդիմությանը, սկսած Նյուսոմի դատական հայցից մինչև Լոս Անջելեսի քաղաքապետի եւ գլխավոր դատախազի քննությունները։ Նրանք պնդում են, որ ռազմական ուժի կիրառումը սպառնում է 1878 թվականի օրենքին, որն արգելում է բանակի ներգրավումը քաղաքացիական իրավապահ գործողություններում։ Ներկայումս միգրացիայի եւ մաքսային հսկողության ծառայության կողմից իրականացվող միգրացիոն արշավները հասել են օրական 2000 ձերբակալության, մի քանի անգամ գերազանցելով նախկին ցուցանիշները։ Այս գործողությունները ուղեկցվում են զանգվածային բողոքի ակցիաներով, որտեղ ցուցարարները կրում են Մեքսիկայի ու այլ երկրների դրոշներ, իրենց համերաշխությունը հայտնելով ձերբակալված ներգաղթյալներին։ Սպասվում է, որ բողոքները կշարունակվեն նաև շաբաթ օրը ԱՄՆ բանակի 250-ամյակի առթիվ Վաշինգտոնում նախատեսված զորահանդեսի ժամանակ, հայտնում է Reuters-ը։ Ռուսաստանի հոբ համակարգերը հետ են մղում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը Խերսոնի մարզի վրա, այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն իր Telegram ալիքում։ Այս պահին Խերսոնի մարզի վրա զանգվածային հարձակում է իրականացվում ինքնաթիռի տիպի հարձակողական ԱԹՍ-ների միջոցով։ Մի քանի անօդաչու թռչող սարքեր արդեն խփվել են։ Ռուսաստանի զինված ուժերի հոբ ուժերի եւ միջոցների մարտական գործողությունները շարունակվում են, գրել է պաշտոնյան։
Հունիսի 11-ի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը անցած գիշեր Ռուսաստանի Դաշնության մարզերի վրայով ոչնչացրել են ուկրաինական 32 ուղղաթիռի տիպի անօդաչու թռչող սարք։ Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը 16-ը խփվել է Վորոնեժի մարզի օդային տարածքում, 8 ԱԹՍ որսացվել է Կուրսկի մարզում, 5-ը Տամբովի մարզում եւ 2-ը Ռոստովի մարզում, եւս մեկ անօդաչու թռչող սարք է չեզոքացվել Սևծովի երկնքում Ղրիմի հանրապետության ափերից ոչ հեռու։ Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտնել է, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարույթ է նախաձեռնվել ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից իրեն ընդունելության չարժանացնելու եւ իր հանդեպ ցուցաբերված խտրական վերաբերմունքի բողոքի հիման վրա։ Դրա շրջանակներում նա տրամադրել է լրացուցիչ տեղեկություններ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ այլ падգամավորների կողմից նույնանման վարքագիծ դրսևորելու վերաբերյալ։ Այս գործընթացը իշխանության փոփոխության մասին չէ, այս գործընթացը իշխանափոխության մասին է։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։ Նա նշել է, որ գործընթացն արվում է հանուն 2026 թվականի արդար ընտրությունների։ Անվստահություն հայտնելու առավել քան իմաստավորված գործընթաց է մեկնարկել եւ կարծում ենք, որ խորհրդարանում այդ գործընթացը կհաղթահարի բոլոր տիպի խոչընդոտները։ Իսկ խոչընդոտները կարող են տարբեր լինել, յուրաքանչյուր падգամավոր ունի իհարկե իր մոտիվացիան, իր մոտեցումը, իր պատկերացումը եւ այդ պատկերացումների մեջ յուրաքանչյուրը կարող է իրավացի լինել։ Այնուամենայնիվ աշխատանքի որ պետք է տանել, յուրաքանչյուրի հետ լսել, փորձել հիմնավորել, փորձել հաստարկներով կարևորել այս գործընթացի անհրաժեշտությունը։ Այս գործընթացը իշխանության փոփոխության մասին չէ։ Այս գործընթացը իշխանափոխության մասին է հանուն 2026 թվականին ավելի պարզ, ավելի անկաշկանդ, ավելի հավասարակշռված ընտրություններ կազմակերպելու։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Հայաստանում կկառուցվի $500 միլիոն արժողությամբ AI գործարան տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը։ Նա նշել է, որ Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ ՀՀ կառավարությունը որոշ ընկերությունների հետ ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում է համատեղ նախագիծ, որը փոխելու է տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ Նախագծի շրջանակում կիրականացվի $500 միլիոն ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատ հզորությամբ ենթակառուցվածք, գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։ AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների կրթության, գիտության եւ ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը եւ Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ արհեստական բանականության իրական ստեղծման վայր, ասված է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ԱՄՆ դեսպանատներին հրամայել է կատարել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության USAID մնացած բոլոր աշխատակիցներին աշխատանքից ազատելու հրամանը։ Գրում է Associated Press գործակալությունը։ Նա նշել է, որ պետքարտուղարությունը մինչև երկուշաբթի կստանձնի USAID-ի արտաքին օգնության ծրագրերի վերահսկողությունը։ Ռուբիոն դեսպանատներին խորհուրդ է տվել հետևել գերատեսչության ծրագրին մինչև սեպտեմբերի 30-ը, լուծարել USAID-ի բոլոր արտասահմանյան առաքելությունները։ USAID-ի մնացած բոլոր աշխատակիցների կրճատումը ԱՄՆ օգնության գործակալության լուծարման եւ Թրամփի վարչակազմի եւ Իլոն Մասկի կառավարման արդյունավետության դեպարտամենտի կողմից ավելի քան 10,000 աշխատակիցների ու կապալառունների կրճատման վերջին քայլն է։ Նրանք USAID-ին դարձրել էին աշխատանքից ազատման առաջին թիրախներից մեկը։ ԱՄՆ դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որը նախատեսում էր զանգվածային կրճատումներ մի շարք դաշնային գերատեսչություններում, ներառյալ պետքարտուղարությունում։ Հայցվորները պնդում են, որ Ռուբիոյի վերակազմակերպման ծրագիրը խախտում է դատարանի արգելքը։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ ծրագիրն արդեն իսկ ուժի մեջ էր, երբ նախագահ հրամանագիր էր հրապարակել, ուստի խախտում չէր կարող լինել։ ԱՄՆ շրջանային դատավոր Սյուզան Իլստոնը դեռևս դատավճիռ չի ընդունել։
Եղանակը առաջիկա օրերին։ Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 12-ից 13-ի կեսօրից հետո 14-ից 16-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 12-ից 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ից 13-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 12-ից 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 12-ից 14-ի երեկոյան, 15-ից 16-ի գիշերը եւ երեկոյան հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայրաքաղաքում հունիսի 12-ից 3-ը կլինի 30-ից 32 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +26-ից մինչև +26 աստիճան։